Բարև սիրելի եղբայրներս, քույրերս, այսօր էլ բարի հավաքվեցինք Տիրոջ անունով, պաշտելու իր սուրբ անունը, մեծարելու, քանի որ այս կյանքը Աստված մեզի տվել է, այս ժամանակավոր կյանքը, որ իրան ճանաչենք, իրան ավելի սիրենք ու պաշտենք, քանի որ ինքը սիրելի է մեզի։ Ոնց որ Վարդան եղբայրս էլ կարդաց, այս աշխարհի չաստվածը փոքրատառով անհավատների միտքը կուրցուց, որպեսզի փառած Աստծո ավետարանի լույսը իրենց վրա չծագի, որ է Աստծո պատկերը։ Ինչ երանելի ենք մենք, որ Աստված մեզ այդ խավարից, սատանայի իշխանությունից մեր մտքերը բացեց։ Եթե մեզի չբացեր, տեսնում ենք, որ ինչ զորավոր է սատանան։ Շատերը ասում են սատանան ով է։ Այն զորավորն է, որ այսօր նայում ենք մարդկության 99%-ը հետևից սկսած դժոխք կա տանում։ Ու մարդիկ չեն սթափվում, այսքան ասում ենք, խոսում ենք, երանի թե ամենքը լսեն, դարձի կան ու փրկվեն, որովհետև հիմա է ժամանակը փրկության, հետո շատ ուշալ լինելու, ոնց որ Նոյի օրերը եղավ, այդ օրինակն էլ Տերը շատ տվեց, որ Նոյի օրերը ոնց եղավ, մարդիկ ուտում էին, խմում էին, քեֆ էին անում, օր ու գիշեր, կին էին առնում, երկան էին տարվում, բայց Աստծո մասին չէին ուզում լսեն։ Աստծո համար Աստծուն ասում են մեր տներից դու հեռացի, ինչ ես ուզում, թող հանգիստ ապրենք մենք, վայելենք մեր այս կյանքը, ազատությունը ու երկար կյանք էր տալի այն ժամանակ Աստված։ Ադամը ապրեց 930 տարի, մարդիկ զարմանում են, ասում են այդքան ապրել կլներ, բայց այո, երկարակյաց էին, որտեղ գնալով ինչքան մեղքը զարգացավ, հիվանդությունները ավելի շատացան ու մարդկանց կյանքի երկարությունն էլ կարճացավ։ Մաթուսաղան ապրեց մինչև 969 տարի, Ադամը 930 տարի։ Աստված այդ երկար կյանքը տվեց իրանց, որ մարդիկ փնտրեն ու իրան գտնեն։ Անցած քարոզի ժամանակ հիշեցինք օրենքի բանի համար, մի բան կարևոր բան բաց թողեցի, որ Աստված Ադամին մի օրենք տվեց, ընդամենը մի օրենք, ասաց այդ ծառին չմոտենաս, համը չառնես, չդպչես, ու տեսակ ամփորձ զույգերը ոնց սատանայից խաբվեցին։ Այդ նենգավոր օծը մինչև օրս մարդկության խաբում է, նույն կերպերով, նույն ձևերով։ Ասեց, որ Աստված ձեզի եթե սիրեր խի արգելեց, Ադամին չկարողացավ, երբ մոտեցել էր, բայց Ադամը դրա խաբկանքների մեջ չընկավ, Եվային մենակ բռնացրեց։ Ասեց, հո Աստված չի արգելել նայելը, կարաս նայես, կարաս մոտենաս, կարաս շոշափես, չենք ասում պոկի ու կեր։ Հետո էլ բերեց մոտեցրեց մինչև ծառին, միտքը սկսեց արդեն փոխել։ Ասեց, եթե Աստված ձեր սիրում էր խի արգելեց, այս ամենակարևոր ծառն է, որ սրանից ուտեք ձեր աչքերը բացվելու է, աստվածների պես եք լինելու։ Ու տեսանք, որ առաջի զույգը ամփորձը լալով, ասում է, կերան ու մեղք աշխարհ մտավ, մեղքի վարձքն էլ մահն էր, որ տեսնում ենք իրենց անհնազանդությունը պատճառ եղավ, որ մահը մտներ աշխարհ։ Մինչև այդ մահ չկար, Աստված մարդկությանը ստեղծել էր, աճեցեք, բազմացեք, երկիրը լցրեք ու պիտի տեղափոխեր։ Այսքան մոլորակները Աստված սարքե, բանար է, պարապ տեղ չի սարքե։ Եսային ասում է, երբ որ դու ասում ես հերկում ես հողը, ինչի համար ես հերկում, չէ որ ցանելու համար ես հերկում, կամ տունը որ սարքել ես, ինչի համար ես այդ տունը սարքում, բնակվելու համար։ Աստված պարա ոչ իման չի ստեղծել, այդ մոլորակները ժամանակ հետո պետքա մարդկանց տեղափոխեր ընդե։ Ու տեսանք այդ մի օրենքը, օրենք էր դա, ասեց չուտես։ Ու կերան իրանք իրանց մերկությունը տեսան, հասկացան, որ իրանք մերկ են, Աստված իրանք շանս տվեց, որ ապաշխարեն, խոս դրեց բերանները, ով ձեզ իմացուց, ոնց պատահեց, բայց տեսնում ենք մարդու ես առաջացավ մեջը, չի սիրում մեղքը իր վրա վերցնի, չի սիրում խոնարհվի։ Մեծ մարդկանցից մեկը ասում է, եթե մեղքը
թանկանոց մի հատ մուշտակել լինի, մեկը չի ուզում վրան հագնի, չի ուզում։ Նույն Ադամի որդիները մենք ենք, շատ անգամ մենք մեր մեղքը մեր վրա չենք էլ ուզում վերցնենք, չենք ուզում։ Ու Աստված այս մարդկանց փորձեց, ոնց որ հրեշտակներին փորձեց, անկատար եղան, ընկան, առուսյակը ընկավ, մարդուն փորձեց, մի օրենք տվեց, չկարծավ բայ, անցավ, ուրեմն Ադամից մինչև Մովսես 2500 տարի անցավ։ Հիմա Աստված եկել է ասում է, նայ Մովսես 10 հատ օրենք եմ տալի, ու հետն էլ 365 հատ տարբեր ուտելիքի վերաբերյալ, մաքրության վերաբերյալ, են, բացի այդ 10 օրենքները, այդ էլ հետը տվեց, լավ Աստված ջան, մի հատ օրենք մենք չենք կարող պահենք, այդքան օրենքներ մեզ խես տալի, Աստված չգիտեր, որ մարդը ի վիճակի չի այդ օրենքը պահելու, չէր կարողանալու պահել։ Աստված, մեր Աստված ամենագետ է, ամենազոր է, ու ամեն բան հələ չեղածի պես է կանչում, հələ մի բան չեղած ինքը դրա վերջը գիտի ինչ է լինելու, դրա համար աշխարհի սկզբից առաջ ասում է մորթված գառնուկը, արդեն Հիսուսին պատրաստել էին, որ պիտի գար, մեր մեղքերի համար ինքը զոհվեր, իրան պիտի մորթեին, խաչը հանեին, գիտեր, բայց ինչի տվեց Աստված, լավ, մարդը 1500 տարի Մովսեսից մինչև Քրիստոս ժամանակամիջոց էր, մարդիկ պետքա օրենքով արդարանային, իրանց բարի գործերով, բաներով պիտի արդարանային։ Ու հետաքրքիր է նա, որ մինչև օրս հլա մարդիկ կան, հրյաների օրինակ մեծ մասը, հլա այդ Մովսեսական օրենքի տակ են, հլա շաբաթն են սուրբ պահում, հլա այնպես բաներ են անում, որ փոխանակ, երբ որ Հիսուս եկավ, ավելի խստացրեց օրենքը։ Հիսուս ասեց, ես օրենքը չեմ եկել խափանեմ, ես եկել եմ օրենքը կատարեմ, ու գիտենք, որ միայն օրենք տվողը ինքը կարող էր այդ օրենքը կատարել, որովհետև Հիսուսի մեջ մեղք չկար, ինքը կատարյալ մեկն էր, ինքը սրբություն սրբոցն էր, բայց մեր նման պիղծ մարդկանց, մեղավոր մարդկանց, ընկած մարդկանց, ուրեմն Ադամից մինչև Մովսես 2500 տարի ավելի պղծվել էին մարդիկ, ավելի չարացել էին, ու այդ ընկած մարդկանց ասում են նոր օրենքներ եմ ձեզի տալի, լավ իրանք չթափեցին, մինչև որս չեն մտածում այս օրենքը ինչի համար տվեց, ու Հիսուս ասեց, ես եկա չխափանելու համար չեմ եկել օրենքը, կատարելու համար եմ եկել, ու ավելի խստացրեց էլ օրենքը, ասեց, թե առաջ ասում էր շնություն անես պետքա սպանվես, բայց ես ասում եմ, եթե մի կնոջը ցանկալու համար ես նայում, դու քո սրտիդ մեջ արդեն շնություն արիր, ու տես մեկը կա այս աշխարհում, որ իր սրտի մեջ շնություն չի արել, գողություն չի արել, ավազակություն չի արել, օրենքը ավելի խստացրեց, որ մարդը իր անկատար վիճակը տեսներ։ Դրա համար գաղատացիներին գրված նամակում Պողոս առաքյալը ասում է, օրենքի վախճանը Քրիստոսը ամեն հավատացողի փրկության համար։ Ուրեմն օրենքը վախճան ունեցավ, Հիսուս եկավ այդ օրենքը ինքը լի կատարեց, այդ օրենքից մեզի փրկեց ու վախճան ունի օրենքը, քանի որ մեկը օրենքով չէր կարող արդարանալ, ոնց որ անցած անգամ ասի, անգամ Մովսեսը, որ Մովսեսի ձեռքով տարվեց, որ Աստծուն այդքան սիրելի մեկն էր, երես տեսնում էր, հետո խոսում էր, այդ օրենքներն էլ իրան տվեց, ինքն էլ չէր կարող օրենքով փրկվի, անհնար է։ Քանի որ մենք ստեղծված ենք, մենք ընկնելու կարողություն ունենք, երբ որ դու մի բան սարքում ես, օրինակի համար բաժակ ես սարքում, այդ բաժակը կոտրվելու ենթակա է։ Ճիշտ է, մենք բաժակը ինչ ենք անում, փորձի ենք ենթարկում, ասենք տաքության ենք վարժացնում, ցուրտին ենք վարժացնում, բայց ինքը մեկ է, ինչ ուզում ես մարդուն ոնց ուզում ես վարժացուր, ինքը մեկ է նույն մեղավորն է, ինքը ընկնելու կարող է, ինքը ոչ թե կարող է, հաստատ կընկնի, ու տենց Պողոս առաքյալը այդքան որ արդեն խորացել էր, այնա տեսա, որ ասում ես բարի բան եմ ուզում անեմ, չարություն եմ անում, խի այսպես ասում, այս ինչ պատերազմ է, այս ինչ կռիվ է, ոչ թե բարին որ ուզում եմ, այն եմ անում, չարը որ չեմ ուզում, այն եմ անում։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ինչ խղճալի ենք մենք բոլորս, Ադամի սերունդը, եթե այդ Հիսուսի ողորմությունը այդ ձեռքը չմեկներ, ով կարար փրկվեր, ով կարար, մեկը չկա տենց, որ դրա համար ասում, արդարը չկա, Հռոմեացիների գրված 3-րդ գլխում, արդար չկա, հատ մնալ չի, այսինքն մի հատ արդար մարդ չկար, եթե մի հոգի արդար մարդ լիներ,
Հիսուս աշխարհ պետք է չգար։ Ուրեմն հնարավոր է փրկվեք, ձեր արդարացում, ել խեր գալու Հիսուս, բայց քանի որ տեսավ, Աստված ասում է նայեցավ ու տեսավ, որ մեկը չկա, հատ մնալ չկա, ասում է իմ բազուկս ինձի ձեռնտու եղավ, իմ գառնուկս ձեր համար պիտի գա, ինքը պետք է բարձրանա այդ խաչին, որ ձեր մեղքերը իր վրա վերցնելով կարողանա ձեզ մեղքի ազդեցությունից փրկի ու ինչ եղավ, հետաքրքիրը սա է, որ Հիսուս աշխարհ եկավ, բայց նայում ենք սատանան կա, ասում է սատանան այս աշխարհի աստված է, ինքը չաստված է, ինքը փոքրատար մեկն է, այդպես փոքր է մնացել է ու չի կարա, եթե ինքը այդքան մեծ մեկը լիներ, ոնց կարաս դու Աստծո դեմ հելնես, ապստամբություն անես ու չնայած որ ինքը արեց, հետնել 1/3 մասը հրեշտակներին քաշեց տարավ, իրանք հիմա վխտում են ստե, ամենուրեք են ու իրանց գործը ինչ է, ամենամեծ գործը սատանայի այսօր ինչ է, մարդկանց անհավատության մեջ պահի մինչև գերեզման հասցն, ընդե հասցնեց արդեն ձեռքերը մաքրում, ասում լավ ես մեկին է տարա, սատանայի գործը այն ասում անհավատների միտքը կուրացրել է, դրա համար երբ որ տեսանք Հիսուսը Ղուկասի 10:20 մեջ ասում է երանելի ձեզ, երանի որ դուք տեսնում եք, դուք հասկանում եք, ձեզի բացված այս բաները, ոչ երանեն մարդկանց, որ փակ կա, տենց փակ գալիս են, տենց փակել գնում են, ավելի լավ է իրանք վիժված կլնեին, աշխարհ չգային, ու նայում ես, սարսափելի տեղ են գնալու, ու ինչ ուրախությունով են գնում, ոնց են գնում, այսքան ասում ենք, բան են կանում, լավ ամեն մարդ լսում է, Աստված իր պատկերով իր նմանությանապես սա մեզ ստեղծել, ուրեմն մենք ինչ ունենք, միտք ունենք, մենք հոգի ունենք, ճիշտ է, մարդկային հոգին մեռած է այսօր, բայց Աստված ուզում է իր հոգին տա, Սուրբ հոգին տա, որպեսզի մենք այդ Սուրբ հոգիով իրան ճանաչենք, ու Սուրբ հոգին աշխարհ եկավ, ինչի համար եկավ, որ մեզի Հիսուսին ներկայացնի, Հիսուսին ծանոթացնի, բացատրի Հիսուսով, ինչի համար է եկե, այսօր նայում եմ Սուրբ հոգուն են մարդիկ փառք տալի, ես ինչ անում, մի քարոզի մեջ 50 անգամ Սուրբ հոգի ասում, մի հատ Հիսուս անուն չի ասում, այ եղբայր, այսքան դուք շեղվել եք այդ ճշմարտություն, Սուրբ հոգին չի եկե իր անձը ներկայացնելու, հասկանում ենք, որ սիրում եք Սուրբ հոգի ու Սուրբ հոգին եկավ Հիսուսին ներկայացնելու, որ Հիսուսին մենք ճանաչենք, մեր Տիրոջը ճանաչենք ու ոնց որ հին ուխտի մեջ եղավ Աբրահամի ծառան կար, Եղիազարը կար, ասեց Եղիազար, ասեց կգնաս այս ինչ երկիրը, ընդե իմ Իսահակ որդուս համար հարսնացու կընտրես ու կբերես։ Եղիազարը որ գնաց, ընդե իր մասին չէր պատմում, գիտես ես ինչ լավ ծառա եմ, ես ով եմ, ինչ եմ, չէ, այդ չէր։ Նպատակը այն էր, որ Եղիազարը գնաց Ռեբեկային սկսեց պատմել, թե Իսահակը ինչ գեղեցիկ մի հատ անձնավորություն է, ով է ինքը, ինչ հարուստ է, ամեն ինչի տեր է, ու մինչև Ռեբեկան Իսահակին տեսնել արդեն սիրահարվել էր վրան, զարդերը տվեց բոլ, ասեց էսա, էս էլ ինքը, դու մենակ իմ Տիրոջս տեսնես, Իսահակին տեսնես, այդ ինչ մի, բայց այսօր նայում ենք, Սուրբ Հոգու գործն էլ էդ է, եկել այս աշխարհ, որ մեզի մեր Փեսային ծանոթացնի, մեր օրհնյալ Տիրոջը ծանոթացնի, որ մենք իրան ճանաչելով սիրահարվենք իր վրա, այսօր մենք սիրահարված ենք Հիսուսի վրա, ինչի, որովհետև գիտենք, որ ինքը ինչ բարի է, ինչ մարդասեր է, գթած է, ողորմած է, ինչքան բան կարանք ասենք, երբ որ ընկնում ես ձեռքը տա բռնում, բարձրացնում է, երբ որ հիվանդ ես գիրկն է առնում, երբ որ տեսնում է նեղության մեջ ես, քեզի օգնում է, հանում է, երբեք երեսը քեզնից չի դարձնում, այդպես մի հատ տեր ունենք, ու երանի են մարդկանց, ձեզ, որ այդ Տիրոջը դուք ճանաչում եք, պաշտում եք ձեր հոգիների մեջ, եթե Աստված մեզի չողորմեր, մենք էլ այդ նույն սատանայի ձեռը ինչ ենք, գերի ենք մենք, մտքերը կուրծուց, որպեսզի Քրիստոսի ավետարանի փառքի լույսը անոնց վրա չծագի, ուրեմն ավետարանը մեզ ինչ է սովորացնում, ավետարանը Աստծո փառքի լույսն է մեզի ներկայացնում, որը Հիսուս Քրիստոսն է,
Աստծո փառքը մենք տեսանք Հիսուսի մեջ։ Եկավ աշխարհ, ինչքան մարդկանց լավություն էր անում, ինչքան բարություն էր անում, ընկածին, այն խեղճ որբևարին, որ միակը զավակին կորցրել էր, լացելով գնում էր, ասում էր, ինչ պետք է անեմ։ Այսօր մեր ազգը, մեր ժողովուրդը ինչքան նեղության մեջ են, ինչքան որբևարիներ կան, երանի թե Հիսուսի դուռը զարգեն մի հատ։ Հիշեմ, որ ասես մեկը կար, ու այդ խեղճ որբևարին ասես մի լաց ասես, բռնեց հանեց իրան, մեռած այդ մարդուն կյանք տվեց նորից, ասես մի լա դեկտեմբեր 7, ինչ սարսափելի բան էր, ես էլ գնացի Նալման գյուղը գնացի, լրիվ ավիրված էր, լրիվ, նայում եմ ես խեղճ մեր ժողովրդի վիճակ, ասում ես ինչ կատարվեց մեզ հետ, ու էդ էլ մի խթան էր, որ ժողովուրդ հարթնացավ, դրանից հետո գիտենք, որ մեծ արդյունություն եղավ Հայաստանում, մարդիկ սկսեցին Աստված փնտրել, ինչ ցավալի էր, գնացել էինք անհույս, այն ժամանակ դե Հիսուս չունեի, որ գոռայի, գոչայի, ասեի, այս ժողովուրդ, փրկություն կա, Հիսուսին հավատացեք, ինքը մեր մեղքերի համար է, ես եմ մեղքի պատիժն է, որ ինչ որ կատարվում է, ավելի վատ բաներ ա լինելու։ Ու տեսանք, որ Հիսուս գնաց, խաչեցին, ինքը գնաց, մեր փոխարնորդը գնաց երկինք, ինքը այսօր ընդ չի գնացել փառավորվելու, ոնց որ աշխարհի սկզբից առաջ իրան սախ հրեշտակները խոնարհվում, փառքին տալիս են, ինքը դե մի հիմա պաշտոնի մեջ է, գործի մեջ է, ինքը մեր քահանայապետն է, մտել այդ սրբություն սրբոցը, ու ասում է, երբ որ Հիսուսին խաչեցին, տաճարի վարագույրը վերեն վար ճղվեց, հրյաները ուրեմն ինքան էին խստացած, բռնում այդ վարագույրը նորից կարին, Աստված իրանց դուռն է բացում, որ սրբություն սրբոց հանգիստ կարակ արդեն դուք ձեր աղոթքներով, Հիսուսը միջնորդ եղավ, միջոց եղավ, որ մեզ այդ վարագույրը պատռեց, այսօր մենք ոնց է որ կարողանում ենք միանգամից հաղորդակցության մեջ մտնենք մեր աղոթքներով, Աստված միանգամից լսում, այլ պետք չունենք ինչ-որ գնանք մեկին չերեզներով խնդրենք, ոնց որ տարբեր եկեղեցիներում սատանան այդ գործնել էր առաջ տանում, չերեզ հրեշտակներ պետք է Աստծուն մոտենանք, ով ասե տենց բան, հրեշտակները սպասարավորող հոգիներ են, որոնք իրանք իմաստ են, մենք չենք տեսնում, բայց իրանք ստեն, որ Աստված ամեն մեկիս վրա դրել է, եթե ոչ մեզի այսօր ստե չենք կարող հավաքվենք, այդ սպասավորող հրեշտակներն են, որ մեզի պահպանում են, մենք բաներ կա չենք տեսնում, չենք իմանում, բայց Աստված ամեն ինչից լուր ունի, տեղյակ է, ու Ստե ուրիշ համարներ էլ էի հանել, որ կուզեմ նորից կարդամ, էլի Կորինթացիցի 5:14-ից 18 համարներն է։ Վասզի Քրիստոսի սերը մեզ կստիպե եւ մեր համարումն է, թե եթե մեկը ամենքու համար մեռավ, ուրեմն ամենքն ալ մեռան։ Ան ամենու համար մեռար, որպեսզի կենթանի եղողներն էլ միայն իրենց անձերու համար կենթանի չլան, հապա անոր, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Ուստի ասկի հետո մենք մեկը մարմնով չենք ճանչնար, թեև Քրիստոս մարմնով ճանչցանք, բացի մալ այնպես չենք ճանչնար։ Ուրեմն եթե մեկը Քրիստոսի մեջ է, անիկա նոր ստեղծված մնե։ Հիները անցան եւ ահա ամեն բան նոր եղավ։ Սակայն ամեն բան Աստծո է, որ մեզ իրեն հեշտ հաշտեցուց Հիսուս Քրիստոսի ձեռքով ու տվա մեզի հաշտության պատգամը, պաշտոնը։ Ուրեմն մենք Աստծո պաշտոնյաներն ենք։ Հիսուս էլ է պաշտոնյա այսօր ինքը երկնքի մեջ մեղավորին է սպասում։ Ուրեմն մեղավորիների համար ինքը ով է, միջնորդ է ինքը։ Այսօր նայում ենք Սուրբ Կույսն Մարիամուց, որտեղից եք վերցրել էդի։ Ու նայում ես հազարավոր մարդիկ էդի որտեղից եք վերցրել, Սուրբ Գիրքը ասում է գնացեք չերես Կույս Մարիամու մոտեցեք ինձ, միակ միջնորդը, միակ մեր փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Ինքը Մարիամն էլ Հիսուսի պետքությունն էր, որ իրան փրկեր, որտեղ ինքն էլ էր Ադամի աղջիկ։ Ոնց ուզում եք Սուրբ Կույս Մարիամուն, ես շատ գիտեմ, Աստված սարքեք, ինչ ուզում եք սարքեք, ինքը Աստված չէր, չէ, ինքը մեր նման մեղավոր մի հատ անարատ աղջիկ էր, անմեղ մի աղջիկ էր, ու ասեց, ոնց կլինի դա, որ պատգամը բերեցին,
Ինչ զորավոր հավատք ուներ գույսը։ Մենք իրան շատ ենք սիրում, բայց իրան չենք պաշտում, որտեղ ինքն է մեր նմանա։ Երբ որ մարդը մի բան Աստծուց շեղվեց, պաշտեց, դա կռապաշտություն է։ Նայ մենք Մովսեսի պես մեկը, խերա Աստված ուզում անպայման Մովսեսի մարմինը տաներ, Հուդա Առաքյալն է գրում, ասում է, երբ որ Միքայելը ուզում էր Մովսեսի մարմինը երկինք տանի, դեմ էր կեցեց սատանան, չէր թողում, ինչի չէր թողում, երբ որ մտածում ենք, ընդ ենք հասկանում, որ կռատուներ ուզում սարքի, դրա մասին չի գրում, բայց մենք այդ ամենը հասկանում ենք, որպեսզի Մովսեսի մարմնին ընդեղ միտեղ կդնեին ու մինչև որս կպաշտեին, բայց էլի հաջողվեց սատանան, լավ, մարմինը տարար, բայց գավազանը մնացած է։ Մովսեսի այն գավազանը, որի վրա օձն էր, Եզեկիա թագավորի ժամանակ իր ասեց, «Էս ինչ է, ասես ժողովուրդ այդ սարի գլուխն են հելնում, բան են անում, ընդ մի հատ լավ տեղ են սարքեի, բան, ոնց ասին, դու չգիտես դա ինչ է կատարում»։ Այն գավազանն է, որ Մովսեսը ձեռը բռնած, ով որ նայում էր, օձերից խայթված փրկվում էին։ Ինչ արժեք են տվել, ինչ խեղճ մարդը ոտերը խփեց, ասեց, «Էս ինչ եք անում, հələ բերեք այդ գավազանը»։ Բերեցին, մանրացրեց, լցեց ջուրը, ասեց, «Խմեք այս մեղքը, ձեր վրայից թող վերցնվի, մենք կենթանի Աստծուն ենք պաշտում, գավազանին չեք կարա պաշտեք»։ Այո, հրաշքներ ա եղել, այսօր մեր Հայաստանում Գեղարդ անուն դրել եք, լավ եք արել։ Այդ Գեղարդը մեկ էլ տեսած բռնում, գնում են ժողովուրդը գալիս են, համբուրում են, այդ ինչ եք անում։ Ու ինչքան սխալ ծուռումուռ բաներ կա այսօր մեր եկեղեցիների մեջ, Տերը թող ողորմի։ Թողնես մարդիկ անի, որ ճշմարտապես ավետարանից գաղափար ունենան ու մարդկանց էդի սնուցան են, ոչ թե Սուրբ Կույսն Մարիամու բարեխոսությամբ, ինչ բարեխոսության, Հիսուսն է։ Տարբեր տեղերում կա, մեկ միջնորդ կա ու մեկ բարեխոս, ինքը մեղավորի համար ինքը բարեխոսում է, հայր ասում է, իր համարել եմ եսի մարմնոց թափել, մեր համար ուրիշ մեկ արյուն չի թափել, ախ ինչ կա թե չհասկանալու, մեր համար ով է արյուն թափել, ով է իր կյանքը դրել, որ մեզի գնի, իր արյան գնով է մեզի գրել Հիսուս, ոչ Մարիամը, ոչ Մովսեսը, ոչ որևիցե մեկը, Պողոս Առաքյալին ու Բարնաբասին, որ տեղ եկան, հրաշք եղավ, էս եղավ, են եղավ, օծը խայտեց, չմեռավ, մարդիկ ասին չէ, սրանք սպասում են, որ հեսա Պողոսը պետք է ուռի ու պետք է մեռնի, իժնակաց է, այդ ինչ թունավորոց է, տեսան իրանք, ասին էս ինչ չար մեկն է այս մարդը, տեսլա, բանից ուրեմն պրծան իրանք այդ նավը լրիվ ջարդը փշուր եղավ, ընդե չմեռավ, եկավ ստե պետք է մեռնի, ուրեմն Աստված պատժում է այս մարդը, հետո տեսա չի մեռնում այս մարդը, ոչ ուռեց, ոչ մեռավ, ասին չէ, սրանք աստվածներ են մեզ եկել, բա ինչ անենք, բռնեցին, սկսեցին զոհեր անել, Պողոս Առաքյալը իր վերարկուն ճղեց, ասում է, այ ժողովուրդ, այս ինչ եք անում դուք, միակ ու միակ այդ Հիսուս Քրիստոսն է, որ պետք է պաշտեք, իրան պետք է զոհանեք, իրան պետք է ընդունեք, ու մարդը ինչքան փոփոխամիտ է, ինչքան շուտ է փոխվում, մինչև որ հրյաները եկան, օրենքապահները էսեն եկան ու սկսեցին էլի ժողովրդին դրթել, հիմա էլ ուզում են սպանեն իրանց աստվածներին, քանի կար աստված էին ընդունում, հիմա էլ ուզում են անպայման սպանեն, քար կոծեցին, ջարդը փշուրարին, տարան գցեցին ձորից, ինչքան է տանջվել մեր եղբայրը Պողոսը, Երանի իրան, ու նայում ես 11 համարի մեջ էր սենց ասում, վասնզի Աստված զանիկա, որ մեղ չեր գիտեր, մեզի համար մեղավոր սեպեց, տակներ գրել ենք ժամանակին, որ սերտողություններ էինք անում, Եզակիա, մեղ կրավ, ոչ թե մեղքեր, այլ մեղ կրավ, մեր համար մեղ կրավ, որպեսզի մենք անոր միջոցով Աստծո արդարները լանք։ Ուրեմն այս գործով կարող անել բացի մեր օրհնյալ Տիրոջից, մեր սիրելի գառնուկից, գառնուկ էր ինքը, մունջ կեցող մակի պես ասում է, Եսայա 53-ը, մունջ կեցող, ձեն չեր անում, ինչ ուզեցին արեցին, ոնց ուզեցին ծեծեցին, թքեցին, գլխին խփեցին, փորին խփեցին, խեղճին տանջամա արին, ու Հիսուս ասում է, ես ես
ժամի համար է եկե ու խնդրում էր հորը, ասում էր հայր, եթե կարելի է այս բաժակը անցուր ինձ մի, բա ոչ թե ես իմ կամքն եմ ուզում ալնի, քո կամքը լինի, շատերն է կարծում են անգրագետները, Հիսուս եկել էր արդեն հետ էր քաշում, չէր ուզում խաչվի, ախ Հիսուս այդ բանի համար է եկե, ոնց այդ կքաշ, օղակի Հիսուս արդեն գիտեր իր գլխի գալիքը, գիտեր ինչ ա լինելու իրան ու մինչև խաչը կարողա չդիմանար, եթե հրեշտակը չգար ու իրան չզորացներ, երբ որ Մովսեսի ու Եղիայի հետ այլակերպության լեռան վրա Հիսուսին հետ խոսում էին, իրան արդեն ասեցին ինչ ա իրան սպասվում, ինչ ա լինելու, դրա համար երբ որ հույները եկան, մոտեցան առաքյալներից, երկուսին ասեցին, որ ուզում ենք Տերը տեսնենք, գնացին ասին, ասեց արդեն իմ ժամը հասել է, իրան ասել են, այդ հույները պետք է գային, ուրեմն արդեն իր ժամը հասել է, ինքը գիտեր, բայց ասում է, ես այս ժամի համար եմ եկել հենց, դրա համար, երբ որ ասենք ավետարանները մեկը մյուսին լրացնում է, Ղուկասը, որ ինքը բժիշկ էր, դրա մասին է խոսում, ասում է արյան կաթիլներ էր իրանից արդեն դուրս գալի, ուրեմն նայում ենք, այնպես մի հատ պռեշրեր դրեց սատանան վրան, որ մինչև խաչը չհասնի, ճամփին մահանա ինքը, դրա համար Հիսուս ինչ էր խնդրում հորից, ասում էր, այս ժամը անցուր ինձ վրայից, այս ժամը, ու դրա համար ասում է հրեշտակը ուղարկեց, հրեշտակը իրան սկսեց զորացնել, որ մինչև խաչը, մինչև վերջ գնա, ու այնքան սիրեց մեզ, որ մեր Տերը ամոթ չարեց, չասեց, ես սրանց համար ինչի պետք է խաչվեմ, սրանք ով են, նորից մի հատ թազա սերունդ կարամ սարքեմ, ինչի պետք է ես այս մարդկության համար այսքան տառապեմ, տանջվեմ, ու նայում ենք այնքան սիրեց մեզնից յուրաքանչյուրից ստենստածներից, որ իր կյանքը անգամ դրեց, մարդու համար ամենաթանկ բանը ինչ է այս աշխարհում, կյանքն է, այս կյանքն է, որ Աստված մեզի տվել է, լավ այսօր ասենք ես ամեն ինչ ունեցա, բայց եթե կյանքս պիտի վերցնի, քանի կոպեկ է դա, ու նայում ենք օրինակներով էլ կա, մեծատունը օրինակ, ինչ էր կատարվում, մարդը ասեց ամբարներս ինչքան կարամ մեծացնեմ, Աստված տվել է, շատ է տվել, այդ տեղ չի անում էլ, չգիտի ինչ անի մարդը, այնքան ագայա փոխանակասեր լավ է, այսքան խեղճ ու կրակ կա, մի քիչ էլ ինձ բաժանեմ, թող մարդիկ ապրեն էլի, չէ, քանդեմ, մեծացնեմ, սենց անեմ, նենց անեմ, մարդու անձը էս ինչ ագա է, ինչ զզվելի է, ու դա ամեն մեկից մեջ կա այդ ագա, չկշտացող, չբավարարվող, նայում ես մարդը լավ պալատի պես տուն ունի, բայց չէ, մի քիչ էլ մեծացնեմ, մի քիչ էլ, ինչքան, այդ որտեղ որ ապրում եմ, 12 հոգի մի սենյակում են ապրում, 12 հոգի են ու նստի հաշվում եմ երեխեքով, բանով այսօր տեղափոխվում են, այսօր գլուխս հարթուկեցին, որ սենց ասում են, ճիշտ է, դրախտերեն է վշվշում, պետք է տեղափոխվեն, ասի Երանի Տեր ջան, մի հատ սրանց կարգին տունտած մեղք են, իսկականից մեղք են, ու այդ մի սենյակի մեջ այդքանը ոնց էին քնում, որտեղ էին քնում, այն օրը երեխուս հետ եմ խոսում, ասում է, երև պոլին գցել է, այդ երեխեքը սաղ իրար կողքի պարկել են, թե չէ ուրիշ ճար չկա, մի մեր սենյակը ինձ ու երեխուս բուջուրա գալի, ասում եմ, բալա նայում ես ինչ է կատարվում, մարդը ինչ է էլի, ինչքան վատնենք մենք, այդ մարդիկ 12 հոգին դե ոնց են տեղավորում, մենք երկուսից ասում է, երկուսից է, ինձ առանձին իմ սենյակը պետք է 2 բեդրում տնի, որ ես քո հետ մնամ, չի մնում մոտս, ու չեմ մեղադրում, մարդը էդ է, ու երբեք էլ մենք բավարարվող չենք, դրա համար Սողոմոն իր այդքան հարստության, այդքան ունեցվածքի մեջ ասում է, աշկը տեսնելով չի կշտանում, ականջն է լսելով չի լցվում, եթե մարդը իմաստություն չունի, հա դու խոսած, տես մտնելու անդից դուս ա գալ, դրա համար էր Հիսուս ասում, երանի ձեր աշկերին, երանի ձեր տեսածը, ձեր լսածը, որտեղ դուք տենում էիք, ում էին տենում, կենթանի Աստծուն էին տեսնում, որ իրանց մեջ այդքան հրաշքներ էր անում, բաներ անում, այդքան անելուց հետո էլի չտեսան Հիսուսի մեջ Աստված, կուրի աշկերը բացել է, մարդ ուրախացել է, թռչկոտում է, ուրախացել է, սաղ կյանքը կուր է եղել, մարդուն կանչել են, արի ստե արի, մենք քո հետ գործ ունենք, այդ ոնց եղավ, մի հատ հələ բացած, մարդը սկսեց իր անգրագետ հալով, այս գիտունի փարիսեցիներին ու դպիրներին քարոզ կարդալ,
ասեց ես չգիտեմ ինքը ինչա մեղավոր չի, բայց իմ աշկերը բացեց ասում, ես հիմա տեսնում եմ, ես ուրախ եմ, ասին այ անգրագետ տեսեք ես մեզ ինչ ես դու հալա մի կողմ, սրա ծնողներին մի հատ բերեք, ծնողները եկան ասին, դե չենք իմանում, այնա, չէր տեսնում, հա, մեր որդին է, ինքն է, հենց ինքն է, հա, ասում է, չէր տեսնում, հիմա տեսնում է, հիմա սրանց դարդային է, որ սրա աշկերը հանեն, մենակ թե չտենա, հանկարծ Հիսուսին որպես Աստված չընդունեն, որտե ով կարա կուրի աշկ բացի, մորից կուրացան բե մարդը, նայում ես քյոր թոփալով կար սաղ գալիս էին մոտը ինքն էր օգնում, ինքն էր հանում, ինքն էր բուժում, մենակ ինքը այդ զորությունը ուներ, այդ քանից հետո լավ չհասկացաք, որ ինքը Աստված էր, սովորական մարդը տես բան չի կարա անի, ու նայում ենք չարությունը էլի իրանց չարությունը, ուրեմն փառք Տիրոջ, որ մեզի Աստված իր ողորմությունն այլ ինչքան փառք տանք, ինչքան մտածում ես, բան ես անում, ասում ենք մեզնից օրինակ ինձնից ինչքան լավ մարդիկ կա, ավելի բարի, ավելի կրթված, ավելի հասարակության պիտանի մարդիկ, անպիտան մեկն է եղել, խի Աստված ինձ վերցրեն, ան չի վերցնում։ Նայում ես ուրեմն մարդիկ ինչքան շատ բան գիտեն, այդքան ավելի ոնց որ սատանան ալքելք է դնում։ Դու գիտակից մարդ ես, ինչ, մեկը մեռավ, հողը տրին, այս սարինեն արի, վերջացավ, ինչին ես հավատում այդ հեքիաթներին։ Ու հեքիաթը 2000 տարի չէր կարա ձգվի, Հիսուսից մինչև մեր օրը 2000 տարի արդեն, 2000 տարի հեքիաթ կարա այդքան ձգվի, որ մինչև հիմա Հիսուս իրան նվիրյալ, իրան պաշտող զավակներ ունի, իրան սիրող զավակներ ունի, ու նայում ենք Հիսուսի մեծությունը, այսօր նայում ենք Հիսուս շուտով գալու է իրենների համար, գալու է տանի, չէ, նայում եմ այսօր սատանան էլ պատրաստում է մարդկության իրա Քրիստոսին, անտիքրիստոսին, չի ասում անտի, ինքն է ճշմարիտ Քրիստոսը ասում է, ու Մաղդի է ասում, Մաղդիին են սպասում, մեկ էլ 12 իմամին են սպասում իրանք։ Սրանից ինչ ենք եզրակացնում, որ նեռը հենց ինքը մուսուլմանա լինելու, այսօր նայում ենք արդեն Նյու Յորքի քաղաքապետա ուզում լինի, ու ալքելք չկա, մեկը չի կարալու դրան ալքելք լինի, այս գործը սատանան արդեն զարգացնում է, ինչի է զարգացնում, որ իրա որդուն պտի ուղարկի, նեռին պտի ուղարկի, անտիքրայզին պտի ուղարկի, ու ինչքան խղճալի է, ինչ որ Աստված անում է, ուզում է ինքը նույնը կապկի, Միմոսա ինքը, մեծ միմոսություն է իր արած, ու խայտարակ ալնելու, լավ ասեք էդ 7 տարին էլ, այդ գետ մարդկանց կնքեցիր, թե որտև Հիսուս մեզի կնքել է, մեզի կնի կա մեր վրա, Հիսուսի արյունը մեր վրա է, Աստված տեսնում է, ով է իրանը, ասում է իմ ոչխարներս իմ ձայնը լսում են ու իմ հետևից են գալի, ուրիշ հետևից չեն գնա։ Ներն էլ իրա ժողովուրդը պտի կնքի, ասում է ոչ պիտի կարողանան առնեն, ոչ ծախեն, աղքատ լինի, հարուստ լինի, սաղ պիտի խոնարհվեն իր առջև։ Ինչ անում հիմիկ բանից, նայում ենք այս զարմանալի բաները մեր 4 կողմը կատարում, որ առաջ մտքով չէ, առանց վարորդի մեքենան գնում է։ Նախապատրաստություն է սրանք սաղ, որովհետև ինչ է կատարվելու, ինչ պիտի կատարվի, շատ լուրջ մի բան պիտի կատարվի։ Հիսուսը երբ որ եկավ, ասում է Թեսաղոնիկեցից թղթի մեջ 2-րդ Թեսաղոնիկեցից, ասում է դուք բնավ ննջեցյալներից առաջ չեք անցնելու, որտեղ ինքը Տերը ազդարարության հրամանով հրեշտակապետի փողով, ձայնով ու Աստծո փողով երկնքին ասում է պետք է փողը հնչվի, մենք սպասում ենք այդ փողին։ Նախ մեռնա, ով որ ննջելա, ով որ հավատքով ննջելա, առաջ իրանք պետք է հարություն առնեն, դեպի երկինք, Հիսուս երկնքում սպասելու է իրանց։ Ետքը դուք ալ որ ողջ մնացած եք, հիմա չգիտենք մեզնից որոնք ողջ կմնան, որոնք չեն մնա, բայց ովքեր որ ողջ են մնացել, մեկ ակնթարթի մեջ ասում է, աշ գոցել բանալու մեջ երկինք պիտի հափշտակվեք։ Այսօր Ամերիկան ամենահավատացյալ ոնց որ երկիրն է։ Անգլիան արդեն մուսուլմանացրել է, սատանան նայում ես 4 կողմը, Ամերիկան մեծա քանակ հավատացյալներ կան, երբ որ հափշտակությունը եղավ,
ասենք սամալյոտնա գնում է, լոջիկը բան եղավ, այդ մարդկանցով բանով սրանք սաղ պետք է անգնեն մահանան, ու մեծ քանակով այսօր Ամերիկայի ողնաշարողը հավատացյալներն են նվիրված, որտեղ մենք Աստծո վախ ունենք, ես հիշում եմ տարիներ առաջ այդ փորձս էլ Աստծո այս բանը կարդացել է, ասում նայի, ասում զավակս, աշկի երեփցածի պես ծառայություն չանես, ոնց պետք է ծառայեմ, Հիսուս ջան ասում է, ինչ որ անում ես, ինձ որպես թե ինձ ես անում, մարդուն չէ, մարդ կար նայում ես ինքը փողը ցենկում բան չտեսնում, մի հատ գազանա մարդը դառե, ասում է, բայց դու իրան մի նայի, դու ինձ նայի, ինչ որ անում ես, սրտան ծարա, նայում եմ 4 հոգի են գնացել եմ, եղբայրս օգնեց Հովանես եղբայրս downtown միտեղ մցրին polish եմ անում թունավոր գործակ եղտոտ մի գործ այդ դրդրոսն է միշտ գլխիդ մեջը 4 հոգի են մեկ էլ տեսնեմ մեկը մյուսը չկա վերջում մնացի մենակ այ մարդ ասես մարդիկ ինչա ուրեմն 4 հոգու գործը մի հոգին հանգիստ կարա անի բայց գլուխ են բա մարդիկ իրանց համար ծխելով կոֆե խմելով բանա ես Վերջ ես ֆայմեց, որ ես սրանց եմ բան, ընդամենը $50 ավելացրեց աշխատավարձս, էտե Հիսուսից ձեռից ընդունեցի, ասի տերս տվեց ես ինձի, ինքը ասել է, արել եմ, ու նայում եմ տարիներով աշխատեցի, անուն էլ ավետիս էր այդ մարդու, ինք ներկիներ երկու տղաներ են, ես էլ արդեն իրանց ընտանիքի անդամն էի դառե, երկար տարի աշխատեցի, ասի ինչ լավ, տես որ Աստված մի բան ասում է, ենթարկում ես, լսում ես, արդյունքը քաղում ես։ Ասում էր աշկի երևցածի պես, հանկարծ չանես, ինչ որ անում ես սրտան ծարա իմ համար ես անում, դու տենց արա։ Նայեցի սաղ։ Հիմա այսօր նայում ես արդեն վարորդները տունն են նստած մեծ մասը։ Ինչա էսի անում, որտեղ գիտի ինչա կատարվելու, մենք չգիտենք, լավ էլ գիտենք, սատանան մեզնից իմաստուն չի ով Արդեն դեմն առնում էսի, վարորդներ չեն լինելու, Ամերիկայի ողնաշարն է կոտրվելու, ինչի, որտես քան մեծականակ Աստծուն նվիրված զավակներ, որոնք որ այս երկրի համար, հիմա ես իմ համար ասեմ, իմ նման սաղդ էլ գիտեմ, որ նույնն եք, Աստված մենակ ինձ չի խրատը, մենակ ինձ չի դաստիարակի, նույնն էլ ամեն մեկիս սա վերաբերվում էսի, ինչ որ գիտեմ, սրտանց են անում հավատացյալները ու այս երկրի ոնց որ ողնաշարն են, Թրամփն էլ դրա համար է բան անում, որ սիրում է քրիստոնյաներին չի կպնում, տես քանի երկրներին արգելք դրեց, որ չպետք է կարողանան մտնել այս երկիր դեմը առնում է, բայց գիտի, որ քրիստոնյաներից վնաս չկա, քրիստոնյաները չեն գնա շենքեր տրաքացնեն, չեն գնա մարդ սպանեն, անհավատ մարդը ամեն ինչ կարա անի, բայց մեզի բաներ ա եղել կյանքում, նայում ես ծանր ես տանում, բայց մեկ ականջդ բռնել ա պինդ, չի թողում, ասում ա դու չես կարա այս բանը սենց որ ինչ որ մտածում ես, նո, ջնջի մեջցդ մոռացի, ես ամեն մարդու նա տենց պետք է փոխվենք, մենք պետք է Հիսուսը ուզում ա որ մենք իրա նման դառնանք, ինչ արեց Հիսուսը, նայում ես Իրան այդ մարդիկ ուրեմն ծեծում են, խաչում են, թքում են, ինչն է, հայր ասում են, ների ես խեղճերին, ների չեն իմանում ինչ են անում, իրանց համար ողորմություն է խնդրում, ու միչև օրս է խնդրում, ժամանակին մենք էլ ենք Հիսուսին վշտացրել, նեղացրել, բայց մեզի չի կտրել ու քծել, ասում է չէ, ես իրա համար արուն եմ թափել, հայր, ների իրան, ներում է, սրբում է, մաքրում է, նորից դնում է ճանապարհ, ասում է սա Նեղ այն ճամփան, որ երկինք է տանում, ասում ես ճանապարհով դու գնա։ Ինչի մարդիկ չեն ուզում այդ նեղ ճանապարհը, որտեղ լայն են ճամփան, որ դեպի դժոխք կա տանում։ Մարդիկ տաշի-տուշիներով այսօր նայում ես մարդկության մեծ մասը, մանավանդ մեր հայրերը արդեն ինչքան են բան եղել, ամեն ստից բանը մի հատ մեծ բան են ուզում անեն, որ իրանք ուրախ լինեն, ամեն օր ուրախ լինեն, ամեն օր Ու տենց ուրախանալով տաշի-տուշի անելով ուր են գնում խեղճերը, երանի թե Աստված իրոք էլի սրանց հոգու աշկն էլ բացի տեսնեն, բրկվեն, հարազատներ ունենք, բարեկամներ ունենք մեջները, ինչի համար ցավ են քաշում, ու որդի լինելը
Աստծո զավակ լինելը էտել մեծ կոչում է մեզ, մեր խելքի մտքից վեր բան ասա, Պողոս առաքյալը երբ որ հափշտակվեց երկինք, ասում է, ինչ էր տեսա, իր անունն էլ չի տալ, չի ասում, ես եմ գնալ, մեկը գիտեմ, մարմնով էր առանց մարմնի, որ մարդիկ հիմա էլ իր վրա մեծ համարում չունենան, չասեն, այ մորատես Պողոսը գիտես ով, անունն էլ չի իր տալ, ասում է, բայց մեկը գիտեմ, իրան մեկը պատմել է էսի, երկինքա գնացի, այն ինչերա տեսե, այն ինչերա լսե, ասում է, մարդ արժան չի, որ դրա մասին աստեղ խոսած կիսպես, ու Աստված էս լավագույն բանը ամեն մարդուն է հրավիրում, արեք ինձի, ասում է, արեք, ձեր համար եմ սարքե, սատանայի համար այդ դժոխքն է, այդ կրակի լիճն է, որ պետք է գնա ինքը վերջի վերջո, 7 տարի էլ թող մի քիչ մարդկությանը տանջի, բայց այդ 7 տարին շատերը խառնում են, էտել են խառնում, գիտեն թե դի եկեղեցուն է վերաբերվում, 7 տարվա սկիզբը, երբ որ սկսեն, ճիշտ է, հիմա նեղություններ շատ կա, անգործություն կա, այս կա, այն կա, պատերազմներ կա, սովեր, մարտարաժամեր, երկրաշարժեր, ջղրեղեղներ, ինչ որ ասել է կատարվում է, շատ է հիմա, շատ է, բայց հլա նեղությունը չի սա ցավերի սկիզբն է, երբ որ նեղությունը, բուն նեղությունը սկսվի, հրյաներին է դա վերաբերում, դա հրյաների վերջի յոթնյակն է, որ ասված իրանց վերջի շանսը պետք է տա, պետք է իրանց շանս տա, ու շատերը պետք է փրկվեն, այդ 144,000-ը, ու գիտենք, որ շատերը պետք է Հիսուսին ընդունեն, ու քանի որ հալածանքը շատ է հասկանալու, ասում արծիվի 2 թևեր տրվեց, ասում այդ կնոջը, որպես անապատիժ տեղը փախչի, Պետրաքաղաքը։ Հիմա այդ Պետրաքաղաքը կա, գոյություն ունի, ու ընդ լիքը ավետարանները արդեն դրել են հավատացյալները, սրա մասին են հոգ տարել, որ գիտեն ըլնելու է, Աստված չի խոսում, ինչ որ ասել է, եղել է, ինչ էլ չի եղել, պետք է լինի, սպասում ենք։ Դանիելը արդեն Հիսուսից ինչքան առաջ, մեզնից ինչքան առաջ էր, բայց արդեն գրել է 77-նյակ, այդ մի յոթնյակը պակասում է, ոնց հաշվում ես, մի յոթնյակը մնացել, էդի հրյաների համարը հենց, բուն հրյաներին պետք է վերաբերվի, դրա համար նեռը ինչ անելով, հրյաների այդ դաշինքա կնքելու, երևի ես, որ հիմա Պաղեստինի բանի ես կռիվներ են անում, ես են անում, շատ բաները հաշտեցնելու, խաղաղացնելու է, որ ասին արա, դե սա էլ եկել է մեր մեսիան, ինքն էլ սրանից լավ մեսիա, բայց 3.5 տարի հետո ասում է, յոթնյակի կեսում, սրանք գլխին ընկնել, որ չի ախպեր ես, խապեպա սրիկա մեկն է, ներն է, սատանան է մարմնով հայտնված, մենք ոնց ենք սրան, մենք ողպեն անելու, ցավ ենք հաշելու, ճշմարիտ էներ, մենք վրիպել ենք, մենք սխալվել ենք, ողպալու են, ոնց որ Եգիպտոսում ողպացին, Տեր Աստված փրկի մեզ, Աստված ասել էր 400 տարի, ասել էր պետք է Եգիպտոսում գերի լինեք, բայց 430 եղան, հիմա Աստծո օրացույցը ու մերը մի քիչ կարող է իրար չի բռնում, տարբեր է մի քիչ, բայց 430 տարի հետո աղաղակեցին, ազատեց։ Հիմա սրանք նորից պետք է աղաղակեն, Տեր Աստված արի մեզի հասի, մերիզի փրկի, հենց այդ հարմերն էլ սրանց համար էր էլի, փրկի մեզ այդ նեղություններից, մենք ճիշտ է ասում ենք այդ հարմերը, բայց եղբայրը արդեն մի անգամ սրա մասին լավ մեզի քարոզ տվեց, որ հրյաներին է վերաբերվում, մեր օրվա հացի կարոտ են ելնելու, դրա համար Հիսուս ասեց, եթե այս փոքրիկներից մեկը մի բաժակ ջուր տա, հագցնի, բան, ասին երբ մենք քեզ տեսանք, Տեր, ասես չէ, ինչ չէ, սրանցից իմ փոք, հենց իրա հրյա այդ ազգին, ով որ ձեռ մեկնի, որտեղ շատ խիստ նեղություն անելու, մեծ նեղություններ սպասում, ու հիմա աշխարհը սրան է սպասում, մենք հափշտակության ենք սպասում, մեր Տիրոջ երկրորդ գալուստը երկու փուլերով է լինելու, մեկը մեր համար է գալու, մարդիկ չեն տեսնելու, հափշտակվելու ենք, ամպերի մեջ ինքն դեմես դիմավորել է, ընդե է լինելու, որ եղբայրը արդեն այդ նկարներով էլ ցույց տվեց, որ գործերի քննություն է լինելու, բան է լինելու 7 տարի, նոր 1000 տարի պետք է գանք երկրի վրա, պետք է մենք Հիսուսի հետ թագավոր ու քահանաներ լինենք, մեզի իրավստահելի զավակներն ենք, մեզի սա աղես պաշտոններ է տալու, մենք հիմա էլ ենք Հիսուսի պաշտոնն ենք կատարում, Աստված այսօր ամեն մեկին մի շնորհք է տվել, ամեն մեկը մի բան է անում, Աստծո
Զավակների մեջ մեկը չկա, որ անպիտանա, ոչ մի հեշ չէ տունը աղոտ կարա եղբայրներիդ, քուրերիդ համար, աղոտ կարա հիվանդներ ունենք, աղոտ կարա փորձության մեջով անցնողներ ունենք, այնպես չի որ մեկը անպիտանա, ամենս էլ Աստծուն պիտանի ենք, ու Աստված ամեն մեկին մի տեղ է գործածում, դա մենք ով ենք, մենք ոչինչ ենք, Աստված թող փառավորվի, Աստված է տվողը, իրանն է փառքը, ու նայում ես, որ 7 տարվա մեջ ուրեմն մեծ հալածանք է լինելու հրյաներին, ու պետք է խնդրեն Հիսուսը, հիմա շատերը դել են խառնում, ասում են, այն անգամ նայում եմ մի հատ կեղծ տես մի բան տեսա, չհավատացի, որտեղ գիտեմ, հələ հափշտակություն չի եղել, հա մենք չենք զիթենյաց լերը երկու մասի է կիսվի։ Նկարով բանով դրել են TV վրա, ու սատանայի խապկանքն է, մարդկանց միտքն է մոլորացնում, յանի երկրաշարժ չի եղել, ասում են, այս երկրաշարժի հետևանք չի, բայց մենք գիտենք հիմա հələ Հիսուս չի գար, երբ որ այն 7 տարվա վերջը նեղությունից առաջ են ու ասեն Տեր Հիսուս, մենք սխալվել ենք, արի մեզի փրկի, նոր զիթայինյաց լեռան վրա պետք է կաղնի, սատանային կործանելու, բռնելու 1000 տարի գուբը գցեն, ու գիտենք, որ այդ ժամանակա որ Հիսուս պետք է գա ու պետք է ասեն, ես քո ձեռքերի մեջ ես վերքերի նշանը, ես ինչ է, պետք է ասիմ բարեկամներիս տանը ստացված վերքերի նշաններն, այսի ձեր վերքերի նշաններն, որ ինձի արեցիք, ու ողբալու են, ազգով են ողբալու, Հիսուսին ընդունելու են, երանի է ժամանակ իրանց է, որտև իրանք էլ Աստծո սիրելի են, շատերը ասում են, հրյաները կեղտոտ են, այս են, այն են, տես բան չկա, բոլոր մարդկանց մեջ լավն է կա, վատն է կա, օղակ ես ատելությունը ինչի է իրանց ամեն ազգերի մեջ, որտեղ ասին իր արյունը մեր ու մեր զավակների վրա թողել, ու մինչև հիմա քաշում են, մինչև հիմա հայրն էլ ատելով ատում են, խեք ատում, ձեզ ինչ արի հրյան այ մարդ, ինչ եք ատում, չէ որ այդ առաքյալները բան իրանցից եկան, օրհնված այդ մարդիկ այսօր մեր համար բան են գրել, հեթանոսների առաքյալ Պողոս, մեր համար ինչ թղթեր ա գրել, կարդում ես, օրհնվում ես, ուրախանում ես, ասում ես, այս մարդուն ես ինչ շնորհք ա տրված, այս մարդուն ես ինչ իմաստունություն ա տրված,